Առատաշեն տանող ճանապարհի էկոհամակարգը կվերականգնվի 1-2 տարուց։ 90-ականներին հատված ծառերի փոխարեն Առատաշենի զարգացման հիմնադրամը 1000-ից ավելի դեկորատիվ եւ պտղատու ծառեր է տնկել, նաեւ ոռոգման կաթիլային համակարգ անցկացրել, որ տնկիները չմնան ցիստերների հույսին։ Գյուղի արտաքին տեսքը լրիվ փոխվել է։ Գյուղի ենթակառուցվածքների զարգացումից մինչև կրթամշակութային կյանքի ակտիվացում ստանձնել է Առատաշեն բարեգործական հիմնադրամը, որը Սփյուռքում ապրող առատաշենցիները ստեղծել են 44-օրյայի ժամանակ։ Սակայն այն իր գործունեությունը չդադարեցրեց նաև պատերազմից հետո եւ հանգանակություններն ուղղեց գյուղի զարգացման ծրագրերին։ Երկու մեղափոխություններ եղել է, բաց թողված տեղեր շատ գոյություն ունեին։ Մենք սկսեցինք մեծ գործերից պատերազմից հետո գերեզմանատան ջրամատակարարման հարցից հետո մանկապարտեզ, այն ժամանակ պետությունը դեռ ծնվեցիա չէր անում։ Առաջին մեծ գործերից մեկը եղել է մանկապարտեզի վերանորոգումը։ Աչք շոյող է հատկապես մանկապարտեզի բակն իր թավշյա խոտածածկով։ Նախկին անբարեկարգ բակից տղաները գեղեցիկ այգի են ստացել ճեմուղիներով, հարմարավետ նստարաններով, մարզագույքով ու խաղահրապարակով։ Ունենալ նման կիրթ ու գրագետ սերունդ, ով մտածում է, այո, հենց սկսել մանկապարտեզից, բարեկարգել բակը ամբողջությամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի գյուղի երեխան ոչնչով չտարբերվի քաղաքում, զարգացած քաղաքում ապրող երեխայի։ Զգալի ներդրում է արվել նաև Առատաշենի եւ հարակից գյուղերի բնակիչների ամենաայցելվող վայրի մատուռի վերանորոգման համար։ Ուխտավորներին էլ չեն մոռացել, նրանց համար էլ տաղավար են կառուցել, որ երկար ճանապարհից հետո դադար առնելու եւ հանգստանալու տեղ ունենան։ Հիմնադրամը նաև օգնություն է ցուցաբերել Արցախայությանը, ֆինանսական օգնություն է ցուցաբերել եւ նյութական օգնություն։ Հիմնադրամը օգնություն է ցուցաբերել գյուղի դպրոցին, մանկապարտեզին, սպորտային եւ մշակութային խմբերին։ Գերեզմանատանը տարիներով ջուր չի եղել, մարդիկ գնացել են գերեզմանատուն թեկուզ մի շինի աշխատանք կատարելու, ջուր չեն ունեցել։ Ջուրը տարել են գյուղից բավականին հեռավորության վրա։ Հիմա այնտեղ ջուր կա։ Բացում են խողովակները եւ իրենց աշխատանքները կատարում են։ Մենք ուրախ ենք պետության կատարած աշխատանքներով, բայց միևնույն ժամանակ ուզում ենք մենք մեր կողմից էլ բացի հարկ վճարելուց այլ ձևով էլ օգտակար լինենք պետությանը։ Մանկական այս խաղահրապարակն էլ վերջերս են կառուցել երբեմնի աղբավայրի տեղում։ Ինչ աշխատանք էլ որ նախաձեռնում են, իրագործում են գյուղի բնակիչների ուժերով։ Անում են ով ինչ կարողանում է, քարտաշ լինի, պատշար թե վերանորոգող վարպետ գործին կպնում են ինքնակամ ու մեծ սիրով։ Եթե պետքա սիրով չանենք, էլ անում ենք ինչի համար, իմաստ չեմ գտնում էլի որ մի բան։ Նամանավանդ մեր գյուղում ամեն ինչ սիրով ենք անում։ Ուրիշ համայնքներից մարդիկ են եղել, որ մեր Աշոտի միջոցով փորձել են հետաքրքրվել, թե ոնց ենք մենք ստեղծել հիմնադրամը ու մեզանից կոպտասած խորհուրդներ են վերցրել, որ իրանք էլ ունենան նմանատիպ հիմնադրամ, նմանատիպ կառույց իրենց գյուղում։ Քանի որ հենց մեր հիմնադրամն է շահույթ չի հետապնդում եւ իր ցանկացած գործ համագյուղացիների օգնությամբ ծառայում է իրանց։ Եթե մարդ ցանկանում է զարգացնի իր համայնքը, իրան ոչ մի բան չի խանգարի։ Անվտանգ երթևեկության մասին էլ են մտածել։ Գյուղում ճանապարհային նշաններ ու տեսախցիկներ են տեղադրել, օրինակ ծառայելով հարևան համայնքներին։ Նաև 5 կանգառ են կառուցել լուսավորել փողոցները, բայց ամենամեծը մարզադպրոց կառուցելու նախագիծն է, որը դեռ առջևում է։ Հիմնադրամը հողահատկացման խնդրանքով դիմել է համայնքապետին։ Երեխաները, դպրոցականները շատ են կապված հեռախոսների հետ, փողոցի հետ, ուզում ենք մենք երեխաներին տեղափոխենք մարզադպրոց։ Ունենք արդեն բացօթյա խաղահրապարակ, բայց դա չի բավարարում ձմեռային ժամանակները, այսինքն ձյան անձրևի տակ։ Իսկ երբ որ ունենանք արդեն փակ մարզադպրոց, շատ ավելի լավ կլինի։ Ասում են գող կլինենք, եթե կարողանանք փուշ հանել պետության մատից։ Դեպքեր են եղել, երբ աջակցության ձեռք է մեկնել համայնքապետարանը, տեխնիկա է տրամադրել կամ օգնել է շինանյութ ձեռք բերելու հարցում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։